պատգամավորների որևէ մեկը շարժականში շատ հաճախ կանանց մասի թեկուզ փոքրիկ ակնարկը դառնում է բուն հակազդեցության։ Դիմում եմ լրագրողներին։ Բավական է այլևս հանդուրժեք ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հանցակումները։ Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին։ Բավական է ձերին հետ կտրած նստել։ Բավական այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգ։ Այսքան հետագա քայլերի մասին ես մի փոքր քանի որ դուք վարման կարգով անդրադարձ արեցիք երեկո ճեպազդեցին, ես էլ վարման կարգով բանդապես անդրադարձ անեմ ձեր ասացին։ Ես դերեք ընդհանրապես կրկնել եմ Բազգեն Բագրատ Սրբազանի ասած։ Դուք չեք կրկնել։ Ես կրկնել չեք կրկնել, Պարոն Քոչարյանը բաղ։ Հիմա ես խանգարեցի։ Ես մեր լրագրողներին ասում եմ կրկնվել է Բագրատ Սրբազանի ասած, Սրբազան բառի մեծ օգտագործում են միտումնով։ Ես երեք ասել եմ դուքեվրական, բայց իմ ասում եմ Սրբազան, եթե դուք դեմ եք Սրբազանի ասածին, իսկ դրանից որևէ վիրավորական բան չկա, որևէ ընդհանրապես ես արձանագրել եմ, որ պետք է խոսք օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է։ Ես պատկերացնում եմ մաքուր խոսքի դրսևորում։ Շնորհակալ եմ Սրբազանին։ Սրբազանին եթե կրկնում եք, կրկնեք Դուք Սրբազանին դեմ չեք ասացին, որ Նիկոլը պետք է հեռանա։ Մի վայրկյան է։ Դուք Սրբազանի ասացին չեք դիմադրել, դիմալ լրագրողներին այսպես մանիպուլատիվ ինչ-որ հայտարարություններ եք անում։ Խոսքը վերաբերվել է խոսքի մաքրությանը։ Պարզ է դա։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով։ Ցումագնիստը շնորհակալ։ Շատը դուք եք որ եք փիչակ։ Թե ներողության խնդիր չկա։ Խոսքը դիգին Գրիգորյան։ Խոսքի մաքրության նիստ է ջանով թե դուք եկել եք կինոսանք։ Բայց այդ որևէ քայլ անձամբ չպետք է Շատ լավ։ Այդ դեպքում առաջին դեպք չի երբ մի վարքյան, այդ դեպքում դուք ինչ եք պատկերացնում։ Դե ուրեմն եկեք նիստ անենք։ Ես հասկանում եմ ինչին էր ուղղված, բայց դուք սխալ ուղու վրա եք։ Իմ ասածը խոսքի մաքրությանն է վերաբերվել։ Չեք հասկացել, գնացեք նորից լսեք։ Պարոն նախարար